Բարև ձեզ աշխարհով մեկ սփռված առաջի քրիստոնյա հայացք։ Ուզում եմ բոլորիս այսօր շնորհավորել ամենակարևոր տոներից մեկը մեր եկեղեցական Քրիստոսի ծնունդը։ Ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Բայց այս ցավալի լուրը, որ լսեցի այսօր եւ տեսա, որ հարամ արեց Փաշինյանը մեր եկեղեցական ամբողջ այսօրվա տրամադրությունը, նա դաժե 2 օր չհամբերեց այս սուրբ օրվան հանեց ժողովրդին, միլիցիաներին իրան շորերը հագցրած, դասատուներին զորով տնից բերած, վարսավիրներին զորով տնից բերած, իր անձնական ջեպի բիզնեսմեններին իր գործարարների հետ բերած ամենաանպատկար ու պոռնիկ մարդկանց։ Ինչ եմ ուզում ասել, հարգելի հայրենակիցներ, երդվում եմ այս բոլոր սրբերով, նրանք չեն հասկանում Աստծո սերն ու գիտությունը, նա չի հասկանում ստի մեջ ճիշտը դու չես կարողանալու գտնես, դու ես պոռնակական քո ամբողջ խաբեության մանիպուլյացիայով ազգին տանում ես կործանման, դու երեք եկեղեցում, եթե դու կյանքիդ մեջ Աստծո հետ կապ ունենայր, կիմանայիր, որ խաչը սենց չեն անում, խաչ անում են Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի 3 մատով, սրանից հետո որ այդ գլխակը թանես մտնես եկեղեցի, սենց բաներ էլ չանես, մոթա, երկրի ղեկավար ես, բայց դու ինչ ղեկավար, դու ամենավատ լրագրողն ես Հայաստանի 1, երկրորդը, առաջի մարդը դու էիր, որ նարկոման Կչոյանի վրա գործ էիր հարուցել, նարկոտիկի, հողերի, փողերի լվացման, զենքի, այ պոռնիկներ, դուք այս սուրբ օրով գնալով եկեղեցի Կչոյանին տանում եք, Կչոյանի ձեռից ստանում ես հաղորդություն, սա է ձեր ճիշտը, սրանով եք դուք մանիպուլյացիան եմ, հարգելի հայրենակիցներ, ես գիտեմ, որ ձեր հացի փորի համար, ձեր գործտվողները, ձեր ղեկավարները, ասել են ձեր երեխեքը սոված կմնան, ստիպված գնացել է, գիտեք ես այդ ինչից եմ իմանում, ձեր մեջի խոսակցություններից եւ նա կդրել էր, ու հայտարարում էր, որ ես Քրիստոս, արա դուր, Քրիստոսի հետնյալ նուր, դու ում ես ուզում բան սովորացնես, ինչ կարգո կանոնից ես խոսում, մի մարդ, որ իր ընտանիքը չկարենա կարգավորի, սենց խաչ անի վրեն, ես արդեն գժվել եմ, չեմ հասկանում, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ այդ հասափորի հիմար գնացել եք, ոչինչ, մենք ձեզ ներում ենք, բան էր ասում, ուզում էին ծապտեն, մենակ առաջի շարքի այդ մի 100 հոգին էին ծապտալի, այն ժողովուրդը, որ հետևը ոչխարի պես սենց կայնել էին, ստիպված եկել էին կայնել էին, որ գործից շեղացնեն, երեխեքը սոված չմնան, ոչինչ, գալու է օրը, բոլորդ պատասխան եք տալու, սա Աստծո կռիվ է, սա եկեղեցու դեմ կռիվ է, սա Կաթողիկոսի դեմ կռիվ չի, սա թուրքերին իր դեմ դրած մեր եկեղեցու հիմքի քանդումն է, որտեղ 800 տարի եկեղեցին պահելով մեր պետականությունը շողեց, որ մենք դառնանք ուրիշ ազգ, որպես ասորիներ կային, տարբեր ազգեր կային, որ ցվրվեցին։ Հիմա հիմքը մեր դրած եկեղեցու պետք է քանդվի, որ մեր ազգը վերանա։ Սա է իրականությունը, եւ նա գլխարկը դրած, սիրուն կանգնած, այս սուրբ օրով, Քրիստոսի ծնունդի օրով պատզվելու ես Քրիստոսի խաչին քեզ հակառակ են խաչելու, հավատա ինձի տենալու եք դուք այդ օրը։ Իսկ որ դու անկոնստիտուցիա ես ինչ որ անում ես, 10 պոռնիկ հուդաների հետ։ Այն կամոյի վրա քերական գործ կա, տանուն ինչ է, Ղարաբաղի կամոյի վրա, որ Տուշոնկեքը բաները փոխելա, քերական գործը վրենա։ Արգիշտի հորը, հերը, իրանց տան մեջ ապրում է, երկրորդ հարգ ինքն ապրում, առաջի հարգը կնիգը, արգիշտը իր երեխեքի հետ, թորների հետ, սաղին բերել է սկզարան, եթե դու արդար վարչապետ էիր, գտնեիր արդար եպիսկոպոսների, ոչ թե սպորնիկներին սաղի վրա գործ քրեական հարուցած, իրանց ձեռից էլ հաղորդություն է ստանում, դուք չգիտեք ինչ է Աստծո սրբությունը, դուք չգիտեք ինչ է գիտությունը, դուք խաղ եք անում Աստծո գիտության հետ, ու դուք դրա համար պատժվելու եք, ամեն